Պաշտպանության նախարարության բյուջեն 2026 թվականին կկրճատվի մոտ 15.3%-ով։ Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 4-ից 5%-ով։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կառավարությունից չեն մեկնաբանում, ինչու է նման վերաբաշխում եղել։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է, 2026-ին երկրում 2 ֆորում է կազմակերպվելու, որի հարցերով զբաղվելու է վարչապետի աշխատակազմն ու գումարը հավանաբար դրա համար է ավելացվել, իսկ պաշտպանության նախարարությունից կրճատել են դեպի խաղաղության տանող ճանապարհի համար։ Խաղաղության կոնտեքստում հնարավոր է, որ սա նաև արվում է նրա համար, որ ավելի բարյացկամ մենք վերաբերմունք ունենանք հարևան երկրների, որոշ երկրների կողմից դեպի մեզ։ Այսինքն մենք ցույց ենք տալիս, որ մենք նպատակներ չունենք, որ մենք հարձակողական չենք, որ մենք մեր բյուջեն նույնիսկ արդեն նվազեցնում ենք հավատալով, վստահելով, որ խաղաղության գործառույթները տեղի ունենալու են։ Մակարյանը կարծում է, պաշտպանության նախարարության բյուջեից 4 հաշվարկով մեծ փողեր չեն պակասում։ Բացի այդ, պատճառը կարող է շրջանառության մեջ դրված օրենքը լինել, ծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին։ Օրենքը ուժի մեջ չի մտել, հետևաբար դա լուրջ պատճառ չէ, նշում է Էլինար Վարդանյանը։ Նա այլ մտահոգություն ունի, ինչու են կրճատում պաշտպանության նախարարության բյուջեն ու խոսում պայմանագրային զինծառայողների թիվը մեծացնելու մասին։ Ռազմական ծախսերի կրճատումը բացառապես ուրեմն Ադրբեջանի հերթական պահանջը բավարարելուն է ուղղված, որովհետև մենք տեսել ենք Ադրբեջանի հռետորաբանության մեջ այդպիսի պահանջ բազմիցս, եւ սա ուրեմն հերթական քայլն է բավարարելու Ադրբեջանի ցանկությունները եւ Ադրբեջանի ձգտումները։ Ինչ վերաբերում է արդեն վարչապետի աշխատակազմին տրամադրվող գումարը, եթե չեմ սխալվում, 1.5 միլիարդի մասին է խոսքը, ինչը բավականին մեծ գումար է, եւ այնտեղ հսկայական գումար տրամադրվում է այդ ամառանոցների ծախսերին, ընդ որում դրանք էլ գիտեք, որ սովորաբար գաղտնի են պահվում եւ մեզ այդ համար այդպես էլ հասանելի չի լինում, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել, բայց սա վերաբերմունք է։ Հասկանում եք, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ։ Իդեպ Ադրբեջանը 4%-ով ավելացրել է պաշտպանության նախարարության բյուջեն։ Վարչապետի աշխատակազմի բյուջեն ընթացիկ տարում 24 միլիարդ 365 միլիոն դրամ է, 2026-ին կդառնա 25 միլիարդ 800 միլիոն դրամ։ Աշխատակազմին հատկացված գումարի 621 միլիոն 340 հազար դրամը կառավարական առանձնատների սպասարկմանն է ուղղվել, իսկ 202 միլիոն դրամ ծախսվել է քաղաքացու օր եւ մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության համար։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Վարչապետի աշխատակազմին հատկացված բյուջեով աշխատավարձ են ստանում փոխվարչապետները, նաև նշում է Գագիկ Մակարյանը։ Էլինար Վարդանյանն էլ կարծում է, հատկացումները ուռճացված են։ Բյուջեի վերաբաշխումը պայմանավորված է տնտեսական հաշվարկներով, թե քաղաքական առաջնահերթություններ են։ Տնտեսական ճիշտ հաշվարկ կլինի, եթե բյուջեն կենտրոնացնեն համայնքային, հատկապես սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու, բնակչության մոբիլիզացիան Երևանից գյուղեր տեղափոխելու համար, ընդգծում է Գագիկ Մակարյանը։ Հիմա պետական բյուջեն ծախսվում է այնպիսի ծրագրերի համար, որոնք հիմնականում օգտակարության հակառակ էֆեկտն են ապահովում։ 2026 թվականի բյուջեով նվազելու են նախագահի աշխատակազմի եւ ազգային ժողովի բյուջեն, իսկ ազգային ժողովի ընտրության եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսվում է ծախսել 4 միլիարդ 451 միլիոն դրամ։ Պետական բյուջեի ծախսերը 2026-ին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ է, բյուջեի պակասուրդը 537 միլիարդ դրամ։ Այսինքն պետությունը ծախսում է ավելի շատ, քան վաստակում, բայց հանրապետությունում ֆեստիվալների, միջոցառումների պակաս չի զգացվում։ Դրան զուգահեռ արտաքին պարտքի պակաս եւս չի զգացվում եւ չի զգացվի առաջիկա տարիներին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։